եղել, ամբողջությամբ իրեն սպառել է եւ Հայաստանին որակապես նոր օրակարգ է անհրաժեշտ, որպիսի արդյունավետ պետության կառուցումը դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը, որի համար, որի իրագործման համար անհրաժեշտ է ամբողջովին հիմնովին փոխել մեր քաղաքական վերնախավն ու մեր քաղաքական օրակարգը։ Եվ այս առումով, եւ ես ուզում եմ վերջերս հունվարից սկսած ես մի քանի շարքեր հրապարակեցի, թե քանի ռազմավարական օբյեկտ է կառուցվել Նիկոլ Փաշինյանի օրոք, քանի գործարան է կառուցվել Նիկոլ Փաշինյանի օրոք, շատ լավ կլիներ, ազնիվ կլիներ, որ երեք ձեր այդ զեկույցի ժամանակ դուք նաև թվարկեիք, թե ձեր գործունեության օրոք, ձեր կառավարման օրոք, մի հատ խոսեք էլի, թե քանի գործարան է բացվել, որքան ներդրում է արվել, օրինակ վերջի 7 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը որքան է կազմել, ունեք այդպիսի պատկեր, դուք կարող եք մատնանշել, որ օրինակ օտարերկրյա ներդրումների արդյունքում Գեղարքունիքի մարզում ստեղծվել է այս գործարանը, այսքան աշխատատեղ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում, նույնը Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզում, Արարատի մարզում, Շիրակի մարզում, հիմա կանդրադառնանք Շիրակի մարզի հայտնի ընտրություններին, կարող եք դուք մատնանշել, նման հաշվետվություններ էլ տաք, նման զեկույցներ էլ ներկայացնեք, դուք ավելի սիրելի բարեկամներ, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ եղել էր Սյունիքում, ես անկեղծ զարմանում եմ, իսկապես վարչապետը այդպիսի շրջայց պետք է կատարի որևէ մարզում, վարչապետի անելիքը դա է, վարչապետը այդ խնդիրներով պետք է զբաղվի, վարչապետին չի հետաքրքրել Հայաստանի Հանրապետության ամենառազմավարական մարզի անվտանգային խնդիրները, ջրային ռեսուրսները, պաշտպանական համակարգը, գործազրկության մակարդակը, Փաշինյանը խոսում էր ինչ-որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ինչ-որ 21%-ի բաժնեմասի Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչ-որ հարկերի չափի մասին, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, սիրելի բարեկամներ, խոստանում էր, որ դուք բոլորդ կիմանաք, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության հանքերի իրական տերերը, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի իրական տերերը, Հայաստանի Հանրապետության կոպեկտերով սեփականաշնորհված գործարանների իրական տերերը, բայց դրանց մասին ինչի չեք խոսում, որ դրանց հիմնական տերերը գրանցված են օֆշորներում, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մեծ փողերի լվացքի մեքենա, փողեր է լվացվում, այդ նույն պղնձամոլիբդենային կոմբինատի գողացված $500 միլիոն մասին ես մի քանի ամիս առաջ հիշեցեցի, ընդ որում դրա մասին խոսել էր ձեր իշխանության ներկայացուցիչ հայտնի պատգամավոր Խաչատուր Սուքասյանը, բայց խոսեք հանքերի իրական տերերի մասին, մի հատ Սյունիքի մարզում մարդը գնացել է էկո ծառայության, պարեկային ծառայության ինչ-որ բացում է անում, ձեր մոտ մենակ այդ ոստիկանական համազգեստ կամ այլ համազգեստ կրողների բացման գործն է լավ ստացում, դուք խի պետք է գործարան բացեք, արտադրություն բացեք, գյուղատնտեսական ռեֆորմ իրականացնեք, այնպիսի աշխատանք կատարեք, որ հողը մշակելը դառնա շահութաբեր, այդ ես մենակ այդպիսի էկո ծառայություն, պարեկային ծառայություն, ոստիկանություն, այդպիսի ծառայություններ բացեք, որ ավելի ուժեղացնեն, ձեր հենարանը դառնան, ձեզ ավելի ուժեղացնեն, բայց մի հատ խոսեք անտառների մասին, ամեն շաբաթ կամ երկու շաբաթը մեկ գնում եք Իջևան, Տաուշի անտառներից տեղյակ եք, Սյունիքի անտառներից տեղյակ եք, Լոռու անտառներից տեղյակ եք, այդ ծառահատումները ձեր օրոք պակասել են, հա, Սերժի օրոք ավելի շատ էր, քան ձեր օրոք, մի հատ դրել եք, ստատիստիկա հանել եք, ընդհանրապես ինչ վիճակ է անտառների վիճակը, բնությանը ձեր օրոք վնաս չի հասցվում, անտառների կառավարման այնպիսի համակարգ եք ձևավորել, որտեղ պախաները չկան, ում եք խաբում, Գոլդեն Փելեսից է խոսում մարդը, AUX-ի շենքից է խոսում, Նորադուսի, ուրեմն, տեսեք ինչ է զեկույցում ասում, Նորադուսի ռադիոկենտրոնի մասին հիշատակում է տալիս ենթագիտակցորեն մարդկանց, տեղեկացված մարդկանց հասկացնելով, թե Միշիկից այս Նորադուսի ռադիոկենտրոնը հետ ենք բերել։ Նիկոլ, Միշիկից Նորադուսի ռադիոկենտրոնի հետ բերելու մասին մի խոսի, դու ասա Միշիկն ուր է։ Միշիկն ուր է, Նիկոլ։ Այս հարցը անընդհատ ձեզ պետք է տրվի,
Ուր է Միշիկ Միքայել Մինասյանը, ուր է։ Հայաստանի Հանրապետության ձեր բառերով ամենակոռումպացված ընտանիքի ամենաերևելի անդամը ուր է։ Դուք տեղյակ չեք ուր է։ Դուք չգիտեք նա որտեղ է թաքնվում կամ վայելում իր կյանքը եւ իր նման էլի բազմաթիվ մարդիկ։ Դուք ինչ անմեղ հրեշտակ եք։ Դուք ոչ մի բանից տեղյակ չեք։ Ոչ մի բանից տեղյակ չեք։ Իսկ եթե լուրջ հալալ լինի քեզ Նիկոլ Փաշինյան, հալալ լինի քեզ Նիկոլ Փաշինյան Միշիկի պահով եւ իր նման այդ կարգավիճակն ունեցող բազմաթիվ մարդկանց պահով, որոնցից մի մասին ես հիշատակեցի։ Ընդ որում, սիրելի բարեկամներ, 2024 թվականի անցած տարի հուլիսին մեծ շուկով ազդարարվեց, որ Սերժ Սարգսյանի փեսա հայտնի Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, որը անցնում է 76 դրվագով եւ պետությանը հասցված վնասը կազմում է 350 միլիոն ԱՄՆ դոլար։ Ես չգիտեմ, այս մասին երբ է իմացել Նիկոլ Փաշինյանը, այս մասին երբ է իմացել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, բայց իր կառավարման 6 տարի հետո հիշել այս գործի մասին, նման գործերի մասին, ուղղակիորեն հնարավոր է մի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի մոտ քաղաքական պայմանավորվածություններ են խախտվել, քաղաքական համաձայնություններն են իջիկ դարձվել, կամ իշխանության գալու, մնալու, պահպանելու, վերադարձնելու պլաններն են ամբողջովին գլխիվար շուռեկել։ Բայց այստեղ եթե ձեր օրոք Սերժ Սարգսյանն է արդարացվում, ո՞րն է երաշխիքը, որ ձեր իշխանության շարունակվելու դեպքում Միշիկը ենթարկվելու է պատասխանատվության, այն դեպքում այն Միշիկը, որը իր տրամաչափով 10-15 անգամ ավելի փոքր է, քան Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, եթե Նիկոլի օրոք Սերժը արդարացվում է, որքանով է բարոյական, որ Միշիկին դաբրո տված Սերժը արդարացվի, իսկ Միշիկը պատասխան տա ինչ որ 350 միլիոն ԱՄՆ դոլարի համար։ Հիմա դուք ինքներդ վերլուծեք ու հանգեք հետևության։ Բայց մի բան եմ ուզում ձեզ ասել։ Քիչ հույս կա, որ մեր ժողովուրդը կամաց գիտակցում է, հասկանում է, թե ինչ ծուղակի ու ինչ խաբեության զոհ է դարձել։ Ասում վկայակոչում է այդ մի քանի միլիոն դոլարանոց Երևանում հողամասերի մասին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին արդեն նշեցի եւ այլ ընկերությունների մասին էր ասում։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունը խոսելու չեմպիոն է։ Այս իշխանությունը խոսել է 7 տարի շարունակ եւ արդյունավետության տեսանկյունից երբեմն իրենք են էլ ճար չունեն, իրենք են խոստովանում իրենց ձախողումները, բայց հիմա գանք մի փոքր անցնենք ու աստիճանաբար եզրափակենք այսօր մեր եթերը, անցնենք այլ թեմայի, որը վերաբերում է իշխանության համար պայքարին։ Վերջի 2 ամիսների ընթացքում որոշակիորեն հետաքրքրություն էր առաջացել Գյումրու ընտրությունների ընթացքը, մենք ունենք այն ինչ ունենք եւ լուրջ կեսկատա կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն այնքան լավ են կառավարում երկիրը, որ նրանց օրոք նախկիները վերադառնում են իշխանության եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր փաստորեն ընտրվել է Գյումրի համայնքի ղեկավար, ընդ որում Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ական իշխանությունը ինքը պետքա շատ հստակ արձանագրի իրենց մեջ, որ սա իրենց գործունեության հետևանքն է, գյումրեցիների ընտրությունը իրենց գործունեության հետևանքն է։ Ձեզ ինչքան են ձեզանից հիասթափվել, ինչքան են սկսել չգնահատել ձեր գոյություն ու գործունեությունը, որ իրենց ընտրությունը հավաքական տեսել են իրենց քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանի մեջ։ Հետաբար դուք պետք է հասկանաք, որ ձեր իշխանությունը աստիճանաբար սպառվում է եւ 2026 թվականին վերընտրվելու ձեր բոլոր հնարավորությունները աստիճանաբար սպառվում են, բայց դա չի նշանակում, սիրելի բարեկամներ, որ մենք պետք է հանդուրժենք եւ հնարավորություն տանք, որ նախկին իշխանության երկու հիմնական հենասյուները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես ասած քաղաքական թիմները գործող իշխանության բառից բուն իմաստով ֆիասկոյի ձախողման ֆոնին
փորձ անեն վերադառնալու հույսեր փայփայել եւ գեներացնել այնպիսի օրակարգեր, որոնցում փորձեն հանրության մոտ ձևավորել այնպիսի համոզմունք, որ այս իշխանության այլընտրանքը բացառապես իրենք են։ Նախ սկսվել է մի հետաքրքիր գործընթաց, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը սկսել են բառից բուն իմաստով ոչնչացնել իրար, ինչպես ասում է դասականը, դուք երկուստ էլ ճիշտ եք, շարունակեք նույն ոճով, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, Հայաստանի քաղաքական դաշտը այնպես փխրուն է, որ թույլ տալ այս Նիկոլ Փաշինյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եռանկյունու շարունակությունը քաղաքական դաշտում մենք վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյությունն եւ քաղաքական դաշտի առողջացումը։ Ուստի, սիրելի բարեկամներ, ես գտնում եմ հետեւյալը, որ մենք պետք է կարողանանք այս 1 տարին ճիշտ օգտագործել, ստեղծել իսկապես բեկումնային շրջադարձային քաղաքական թիմ, որը հնարավորություն կտա բոլորին անսպասելի սյուրպրիզ առաջացնել քաղաքական դաշտում եւ բոլորին, այս իմ նշած քաղաքական ուժերին իսկապես